պետական կառավարման 8-10 ամիսների ընթացքում մենք ավելի քան 3500 աշխատակիցների, մեր քաղաքացիների աշխատավարձերը նույն ֆինանսատնտեսական գործառնությունների միջոցով առանց սակագին վերանայելու բարձրացրել ենք 12-ից 25%-ով։ Մենք անցյալ տարվա երկրորդ կիսամյակին նախորդ նույն շրջանի համեմատ 6.1 միլիարդ դրամ ավել հարկ ենք վճարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Մենք այս տարվա առաջին եռամսյակում 4.1 միլիարդ դրամ միայն շահութարկի գծով ենք կանխավճարել պետական բյուջե։ Մենք 10 ամիսների ընթացքում Տաշիրի կառավարման շրջանում կուտակված շուրջ 400 միլիոն ամերիկյան դոլարի հասնող վարկային պարտավորություններից մարել ենք 50 միլիոն ամերիկյան դոլարի հասնող պարտավորություններ։ Եվ ամենակարևորը, առանց սակագին վերանայելու, մենք մեր քաղաքացիների, բիզնեսի տարբեր շերտերի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համար հեծի բաժանորդ դառնալու սակագները իջեցրել ենք շուրջ 50%-ով։ Եվ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ոլորտի բնական մենաշնորհային դիրք զբաղեցնող, կրիտիկական ենթակառուցվածք հանդիսացող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության շրջանակներում մենք այսօր բազմաթիվ սոցիալական ծրագրեր ենք իրականացրել, որոնք ես հակ չեմ համարում պարզապես այս ամբյոնից անելու։ Դա արվում է Հայաստան պետության և նրա արժանապատիվ քաղաքացու համար։ Այս օրինակներով դուք կարող եք արդեն պատկերացնել, թե քրեաօլիգարխիայի եռագլուխ հրեշը ինչեր է թույլ տվել իրեն նախկին տարիներին և որոշ ձեռնարկություններում շարունակում է դեռ թույլ տալ հանդեպ մեր պետության և մեր քաղաքացիների։ Ուստի հունիսի 7-ին գնում ենք ընտրատեղամասեր և վճռականորեն մերժում ենք եռագլուխ հրեշին, մեր ձայնը տալով 16 քվեաթերթիկին վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիական պայմանագրին։ Շնորհակալ եմ։